Կրթությունը մարդու ամենաարժեքավոր իրավունքներից մեկն է, մեր ամենաուժեղ գործիքը, որպեսզի հասնենք երազանքների եւ աշխարհում մեր տեղը գտնենք։ Այն պետք է բոլորի համար բացի դռներ։ Բայց ինչի է այդ դռների վրա գրված աղջիկները այս կողմ, տղաները այն կողմ։ Դպրոցական դասագրքերը ոչ միայն փոխանցում են գիտելիքներ, այլ նաեւ ձևավորում են աշակերտների մտածելակերպը եւ նրանց աշխարհայացքը։ Եկեք ուսումնասիրենք դասագրքերից մի քանիսն ու տեսնենք, արդյոք մեր դպրոցական դասագրքերը հավասար կրթություն են տալիս բոլորին։ Սկսենք այբենարանից։ Այս դասագրքի երկու տարբերակներն էլ գործում են առաջին դասարանում։ Դասագրքի շապիկին երեխաներին ողջունում են տիեզերանավում գտնվող երկու տղաներ, որոնց ձեռքին է այբենարանի բանալին։ Տեսնենք, թե ինչ մասնագիտական դերեր են ներկայացված դասագրքում։ Աղջիկները հանդես են գալիս որպես պարուհի, հացթուղթ, տպագրատան աշխատող եւ ուսուցիչ։ Տղա կերպարներն ունեն բազում զբաղմունքներ ու մասնագիտություններ՝ բժիշկ, զինվոր, նկարիչ, օդաչու, տիեզերագնաց, ինժեներ, վարորդ, ծաղրածու, հովիվ, երաժիշտ, խոհարար, նավաստի, տպագրիչ, փայտահատ, մարզիչ, քարտաշ, դարբին, լուսանկարիչ եւ ֆուտբոլիստ։ Այբենարանի մյուս տարբերակում աղջիկների եւ տղաների ներկայացվածությունը ավելի հավասարակշռված է։ Սակայն ընտանեկան տեսարանները, ինչպես նաև աղջիկների ու տղաների նախասիրությունները դեռևս պատկերված են կարծրատիպային ձևով։ Դասագրքի երկու տարբերակներում էլ կինը ներկայացված է հիմնականում տնային գործերում։ Ուտելիք է պատրաստում, կար է անում, գործում է, հոգ է տանում երեխաների մասին, դե իսկ մեկ-մեկ նաև հեռախոսով խոսում։ Մինչ այդ տղամարդիկ իրեր են վերանորոգում, թերթ են կարդում կամ հեռուստացույց են նայում։ Մայրենիի դասագրքերում աղջիկները հիմնականում օգնում են տան մաքրության հարցում։ Հոգ են տանում ընտանիքի անդամներին։ Իսկ տղաները վերանորոգում են կոտրված կահույքը, օգնում մայրիկին ծանր պայուսակները տեղափոխել։ Մայրենիի դասագրքերում ընկերները հիմնականում պատկերված են տղաների կերպարով, իսկ աղջիկ ընկերները հաճախ ներկայացված են բացասական երանգով։ Ով է մեզանից գեղեցիկը պատմության մեջ ներկայացվում է երկու քույր, որոնք մրցում են, թե ով է ավելի գեղեցիկ։ Պատմության վերջում մայրիկը նշում է, որ գեղեցիկ է նա, ով դասերը սովորել է, ջրել է ծաղիկները, ավլել է բակը եւ դասավորել խաղային անկյունը։ Վերջին տարիներին դասագրքերը վերանայվում են, նպատակ ունենալով արդիականացնել դասավանդման մոտեցումները եւ խթանել ներառականությունը։ Ես եւ շրջակա աշխարհը առարկայի նոր դասագրքերում տարբեր գործունեություններում ավելացել են աղջիկների եւ տղաների համատեղ մասնակցության օրինակները։ Աղջիկներն ու տղաները հավասարապես ներգրավված են հասարակական եւ ընտանեկան գործերում, ինչպես նաեւ տարբեր հոբիներ եւ հետաքրքրություններ ունեն։ Այնուամենայնիվ, մասնագիտությունների բաժանումը դասագրքերում դեռևս կարծրատիպային է։ Դրական փոփոխությունները հիմնականում տեսանելի են պատկերներում, սակայն հավասարությունը պետք է խրախուսվի նաև տեքստերում։ Եթե նախորդ դասագրքերում առանձնացվում էր, որ տղաները պետք է լինեն քաջ, իսկ աղջիկները նուրբ, ապա նոր դասագրքերում այդ հատկանիշները հանվել են։ Սակայն դրանք կարող են ներկայացվել որպես ընդհանուր որակներ, որոնք կարող են բնորոշ լինել ցանկացած երեխայի, անկախ սեռից։ Քաջությունը կամ նրբությունը ընդհանուր մարդկային հատկանիշներ են, եւ դրանք կարող են կիրառվել հավասարապես բոլոր երեխաների համար։ Այս առարկան դասավանդվում է 1-ից 6-րդ դասարաններում ու փոխանցում է կյանքի համար կարևոր հմտություններ։ Երկար տարիներ առարկան տարբերակված էր երկու սեռերի միջև՝ օրինակ խոհարարություն, հագուստի պատրաստման տեխնոլոգիա աղջիկների համար, փայտամշակման ու մետաղամշակման տեխնոլոգիա տղաների համար, գրաֆիկա, էլեկտրոտեխնիկա ընդհանուր։ 2023 թվականին հանվեցին սեռային բաժանումները, այնուամենայնիվ որոշ դասագրքերում դեռ կան կարծրատիպային նկարազարդումներ ու բովանդակություն։ 7-ից 12-րդ դասարների գրականության դասագրքերից միայն մեկում, 7-րդ դասարանի դասագրքում կարող են գտնել կին գրողների։ Դասագրքում ներկայացված 15 գրողների շարքում կան միայն 2 կին գրողներ՝ Զապելի Եսայանն ու Սիլվա Կապուտիկյանը։ Հետաքրքիր է Զապելի Եսայանի «Սիլիտարի պարտեզները» վեպից հատվածի ընտրությունը, որում անդրադառնում է մեկ այլ տղամարդ գրողի՝ Դուրյանին, ու փառաբանում նրա բանաստեղծությունները։ Չնայած դրան, ներկայացված մասում նա բարձրաձայնում է կանանց իրավունքների ու սահմանափակումների մասին, ինչը կարևոր դիտարկում է հեղինակի ժամանակի սոցիալական եւ մշակութային խնդիրների համատեքստում։ Այդ նորահաս աղջիկները առանձին դուրս չէին կրնար ելել։ Անոնցմե ոմանք ստիպման տակ էին ամուսնանալու այնպիսի մարդոնց հետ, որոնց նկատմամբ ատելություն եւ արհամարհանք ունեին։ Ազատ չէին հագնելու ինչպես կուզեն, վարվելու ինչպես հարմար կգտնեն։ Վերջապես անոնք զրկված էին ամենատարրական ազատությունները։ Դասագրքերն ուսումնասիրելուց հետո հարց է առաջանում, թե ինչ քայլեր կարող են արվել դասագրքերն ավելի ներառական դարձնելու համար։
Գենդերային արդարության սկզբունքների ներառումը կրթական համակարգում կօգնի աղջիկներին ու տղաներին իրենց հավասար զգալ։ Սա կարելի է անել դասագրքերի և ուղեցույցների կազմման և վերանայման գործընթացում ներգրավելով գենդերային փորձագետների, ինչպես նաև անել հեղինակների և ուսուցիչների վերապատրաստում։ Ուսուցիչները պետք է ունենան անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ գենդերային հավասարության հարցերը հասկանալու և դրանք դասարանում կիրառելու համար։ Դասագրքերի բովանդակությունը և ուսուցիչների վերապատրաստումը միասին կարող են ձևավորել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա բացահայտում է իր ներուժը և հավասարությամբ գնում է իր երազանքների ճանապարհով։